Բարև ձեզ, մենք այժմ գտնվում ենք Ազատության հրապարակում, ուղիղ 7 տարի առաջ, նույն այսօրը մարտի 1-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցավ մեծ հանցագործություն կամ ողբերգություն, որի հետևանքով 10 մարդ զոհվեց։ Եվ այսօր թեմային կանդրադառնանք մարտի 1 հասարակական կազմակերպության համակարգող Արաքել Սեմիջյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արաքել 7 տարի է անցել, սակայն տպավորություն է, որ ոչ մի բան այդ գործում չի փոխվել, ինչ 7 տարիների ընթացքում խոսացվել է, նույնը շարունակում են խոսել, նույն հարցերը, պատասխանների բացակայություն, լավ գործ ինչի առաջ չի գնում։ Ինքը չի կարող գնալ այս գործը առաջ, բացառված է որ գնա առաջ, որովհետև այդ գործի բացահայտումից կախված է մեր Հայաստանի ապագան, իսկ քանի որ Հայաստանի իշխանությունները շահագրգռված չեն Հայաստանի ապագայով, իրենք որևէ խնդիր չունեն բացահայտելու, որևէ առիթ չունեն բացահայտելու, միայն ժողովրդական ճնշման ներքո հնարավոր է որ բացահայտվի այս գործը, իսկ քանի որ տեսանք որ ժողովրդական ճնշում էլ հիմա չկա, այսինքն տարբեր փուլերում դուք տեսաք, մի փուլում ակտիվանում է, մի փուլում այդ փուլերն էլ կախված են ժողովրդական ակտիվացման հետ, որ փուլում որ ակտիվանում է իշխանությունը որոշակի զիջումներ անում է, որ փուլում որ վտանգ չկա, ինքը խնդիր չունի, որևէ ձևի խնդիր չունի բացահայտելու։ Լավ, այսպեսի մի համեմատական անցկացնեմ, չգիտեմ ինչքանով կոռեկտ կլինի կամ չէ, ցեղասպանության նման է դարձել, երբ ասենք 100 տարիների ընթացքում էլի ֆազաներով ակտիվանում է, մեկին ձեռք է տալիս ակտիվացնել թեմա, մյուսին ձեռք չի տալիս եւ մարտի 1-ն էլ նույն տպավորությունն է թողնում։ Քաղաքականացվեց, քաղաքական շահերից դրտված, չգիտեմ, այլ շահերից դրտված մեկ ակտիվանում է, մեկ պակասում է, լավ, ինչպես կարելի է այդ Ռուբիկոնն անցնել, ի վերջո սա նաև քաղաքական է բնականաբար, բայց միայն բացահայտման միջոցով, չէ, միայն բացահայտման միջոցով, թե չէ, եթե բացահայտումը չլինի, ինչպես ցեղասպանության հարցով, եթե ճանաչումը չլինի, տարբեր ուժեր միշտ շահարկելու են։ Ցեղասպանությունն էլ մարտի 1-ն էլ, իսկ դրանից խուսափելու համար միակ խնդիրը բացահայտումն է եւ դատապարտումն է։ Ինչքան չարեցիր ու այդ ուժերը միայն Հայաստանով չեն սահմանափակվում, արտերկրի ուժեր էլ կան, որոնք շահագրգռված են։ Երբ որ ցանկանում են իշխանություններին ճնշեն, իրենք շատ հանգիստ կարողանում են մարտի 1-ը դնել իշխանությունների դիմաց եւ մեր իշխանությունները որևէ պատասխան չունեն, այսինքն շատ խոցելի է։ Բայց Եվրախորհուրդը փակված է չհամարեց դա։ Չէ, դրանից հետո էլի զեկույց եղավ, դրանից հետո էլի մարտի 1-ի մասին հիմա էլ արդեն զեկույցներ կան, միջազգային հանրության ուշադրությունը կա, դա էլ է կապված էտապային, ԵՏՄ-ին միանալու, չմիանալու հետ կապ, այսինքն դարձավ քաղաքական, ոչ թե Եվրոպան է ինքը իրավունք մարդու իրավունքները պաշտպանում, այլ նույն ձևի էլ Եվրոպան է անում, ինքը իր շահերից ելնելով, իսկ այդ իշխանությունները պետք է շահագրգռված լինեն ազատվելու մարտի 1-ի այդ խարանից, որ միանգամից իրենք հետ հետևանան, իրենց ուսերին էլ է բանը բեռնված, որովհետև ամեն ով կարծում եք, որ իրենք ուզում են այդ բեռը թոթափել, իրենք պետք է ծանրուտ հետևանան, ճիշտ է, շատ դժվար է իրենց համար, որովհետև եթե բացահայտվեցին իշխանությունների 90%-ը հնարավոր է որ ներգրաված լինի այդ մարտի 1-ի հանցագործության մեջ, բայց իրենք պետք է այդքան ուժ գտնեն, կարողանան այլանալ, ծանոթ հետ է, որովհետև եթե պետական Հայաստանի մասին ես մտածում, պետականության մասին ես մտածում, առանց այդ հանցագործությունը բացահայտելու երկիրը երբեք զարգացում չի կարող ունենալ։ Արաքել, ամենակարևոր բացահայտումը, որ պետք է արվի մարտի 1-ի հետ կապված, որն է, որ մինչև հիմա չի արվել։ Սպանություններն են, այս միանշանակ դա ոչ միայն իրավական, այլ բարոյական, որովհետև մարդը ինքը իրեն երկրում անվտանգ չի զգում, ինքը ապահով չի զգում։ Հայաստանը պետք է մարդը իրեն ապահով զգա։ Գիտեք ինչ է, դրանից հետո նայեք մարտի 1-ից հետո ուղղակի հետագա մեր երկրի վիճակը 2008-ից հետո մարդը ինքն իրեն անպաշտպան է զգում։ Այդ արտագաղթները պայմանավորված մարտի 1-ով տնտեսական անկումները մարդը ես այդպես եմ պայմանավորվում, որովհետև մարդը ինքը իրեն եթե սպանում են փողոցում հազարավոր մարդկանց ներկայությամբ ու չի բացահայտվում, մյուս մարդը ինքը իր երեխաների ապագայի մասին է մտածում, իր ապագայի մասին է մտածում ու փորձում է ամեն կերպ փախնել այս երկրից։ Ես հիշում եմ 2008 թվականի մարտի 1-ից հետո այսպիսի կանխատեսումներ կային, որ դե հիմա մի երկու կբռնեն, կպատասխանատվության ենթարկեն, բայց հիմնական
կազմակերպիչները կամ պատվիրատուները եւ կատարողները դուրս կմնան պատասխանատվությունից, բայց մինչև հիմա մենք տեսնում ենք, որ նույնիսկ այդ երկու հոգուն էլ որովհետեւ ասեմ ինչի համար, որովհետեւ եթե երկու հոգու, այսինքն 10 հոգի մարդ է սպանվել, բայց ոչ ոք չգիտի թե կոնկրետ ով է սպանողները։ Չգիտեն, բոլորը գիտեն կոնկրետ սպանողները, որովհետեւ դատարանի որոշումը։ Դատարան ուղղակի հիմա եթե վերցնենք նույն Չերոմուխայից սպանված երիտասարդներին, 4 հոգի ոստիկանա, ովքեր կրակել են Չերոմուխային, պարզ են, եթե գործը մտնի դատարան, իրենք պետք է ցուցմունքներ տան։ Թե ով է հրաման տվել, հենց սկսեցին ցուցմունք տալ, արդեն այդ ամբողջ շղթան կբացահայտվի։ Նույնիսկ եթե մի հոգու ձերբակալեցին, շղթան բացահայտվում է։ Կապ չունի, որ խորանան այս սպանությունը, դրա համար իրենք այդ մեկին էլ չեն ձերբակալում, հենց մեկին ձերբակալեցին, շղթան բացահայտվում։ Այսինքն նույնիսկ այդ իմիտացիան չէ։ Իմիտացիա չէ, դա իմիտացիա չէ։ Մի քիչ ուրի մեկին էլ ձերբակալեցին, ամբողջ շղթան բացահայտվում է։ Ինքը բացահայտվելու բան չկա։ Ամբողջ շղթան բան է ալնում, հանրությանը հայտնի է լինում։ Տեսանք մի քանի քայլեր փորձեցին արեցին, հենց արդեն կոնկրետ պետք է գործերը մտնեին դատարան, նույն Նիկոյանի հանձնաժողովներ, նույն փաստահավաքումներ, հենց հասան մի բան, հենց գործերը պետք է գնար դատարան, միանգամից դադարել, որովհետև դատարան գործը մտավ, արդեն ետ ճանապարհ չկա, արդեն պետք է անուններ տրվեն, հրաման տվողների անունները, կազմակերպիչների անունները եւ վերջ կփակվի վերջ։ Այսինքն այս իշխանության պարագայում բացառված է, որ գործը մտնի դատարան։ Նաև մի վտանգավոր տենդենց եմ նկատում հանրային օրակարգի հետ կապված։ Մարտի 1-ը կարծես թե սկսել է ապրել մեր հետ որպես սովորական երևույթ։ Հանրային օրակարգում պահանջարկ մարտի 1-ի հանցագործության բացահայտման ամեն տարի թուլանում է այդ պահանջարկը։ Կա նման վտանգ։ Միգուցե սուբյեկտիվ է։ Չէ, դուք իշխանությունները կարողացան այնպես անել, որ ժամանակի ընթացքում առաջին գծից մարտի 1-ը երկրորդ պլան մղվեց, բայց ծնողների, հարազատների, այն մարդկանց համար, ովքեր պայքարում են, իրենց համար երբեք դա երկրորդ պլան չի մոռ։ Միգուցե քաղաքական օրակարգից մի փոքր շեղվեց, ու միայն այս օրերին է ակտիվանում մարտի 1-ի։ Միայն մարտի 1-ի նախորդող ու հաջորդ տարվա ընթացքում, բայց ընդհանուր առմամբ քանի կան գիտակից մարդիկ, ովքեր հասկանում են, թե Հայաստանի հիմնական խնդիրը որտեղից է գալիս, այս էտապի չեմ ասի ամբողջ խնդիրները, այդ մարդիկ իրենք միանշանակ պետք է պայքարեն դրա համար։ Երբ որ վերանան այդ մարդիկ Հայաստանում, երբ որ հասկանան, որ կամ էլ ավելի մեծ մի հատ խնդրեմ առաջանա, որ հասկանան, որ այդտեղից չի գալի, այս մի փուլից է գալի, այդ ժամանակ հնարավոր է, որ օրակարգից ավելի հետ մղվի, բայց ընդհանրապես դուրս գալ բացառված է։ Մի քիչ աբսուրդ հարց եմ տալիս, բայց ամեն դեպքում հավատում եք, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք հնարավոր կլինի բացահայտել մարտի 1-ը։ Բացառված է, ինչ է, բացառված է, ու որը իրենք էլ են հիպոթետիկ այդպիսի մի վիճակ, երբ որ Սերժ Սարգսյանը ուզենա բացահայտել։ Այսինքն պետք է այդ դեպքում պետք է Սերժ Սարգսյանը ու գիտակցի, որ իր իշխանությունը կառուցված է, ամբողջ իշխանությունը կառուցված է մարտի 1-ից հետո մարտի 1-ի վրա է կառուցված։ Այսինքն ինքը իր հիմքերը քանդի եւ փլի։ Մի տարբերակ էլ կարող է լինել, որ այդ ամբողջ պատասխանատվությունը Ռոբերտ Քոչարյանի վրա բարթվի։ Դա այդ տարբերակն էլ կա, որ Սերժ Սարգսյանը դուրս գա եւ հայտարարի, որ ես ընդհանրապես կապ չունեմ ամբողջը Ռոբերտ Քոչարյանը, բայց այդ ժամանակը չէ, այդ ժամանակ էլի ապացուցված կլինի, բայց այդ ժամանակը հակառակ կողմը կարող է Ռոբերտ Քոչարյանն էլ նույն բանը ասի Սերժ Սարգսյանի մասին, դրա համար փոխկապակցված են։ Սա է խնդիրը։ Բայց եթե Սերժ Սարգսյանը վստահ լինի, որ Ռոբերտ Քոչարյանը չի պատասխանի, որ ոչ, ես կապ չունեի այդ Սերժ Սարգսյանը կազմակերպել, միանշանակ կասի։ Դա էլ է տարբերակ։ Բայց տեսնենք ամեն դեպքում Հայաստանում շատ քիչ բան են բացառված, բայց դա բացառվածի մեջ է մտնում։ Փորձենք եզրափակել Այսինքն միակ տարբերակը, երբ կպատժվեն եւ ամբողջովին կբացահայտվի մարտի 1-ի հանցագործությունը, դա իշխանապողությունն է, այլ տարբերակ չկա, հա։ Այո, ուրիշ տարբերակ չէ, կա մի տարբերակ էլ կա, ասեցի, որ իշխանությունները, բայց դա հիպոթետիկ տարբերակներ, իրենց գիտակցությունը ավելանա կամ ժողովրդական ճնշում լինի մինչև իշխանապողությունը։ Դե ժողովրդական ճնշում մարտի 1-ի պահով երևի դժվար է հիմա հասունացնել։ Ինչքան էլ ցավալի լինի իբար իրողությունը բան։ Չէ, եթե շարժումը սկսվեր, նույն ձևի տեսանք ԲՀԿ-ն լինելով մարտի 1-ին իշխանության կոալիցիայի մաս, հետո ինքը կողմ եղավ հանձնաժողովի ստեղծմանը։ Հասավ ինչ-որ մի էտապի, հետո փլվեց ԲՀԿ-ն։ Եթե ինչ-որ
ուժեր էլի առաջանան Հայաստանում, չնայած ես մի փոքր դերահավատ եմ այդ առումով, որովհետև շատ մեծ երկիր չէ, մենք հիմնական ուժերին մենք գիտենք հիմնական խաղացողներին, նոր ուժ ստանալու համար ժամանակ է հարկավոր, հնարավոր է, այսինքն գիտակից ուժ լինի, բայց հայաստանացին, դրսի ուժերին միայն կօգտագործեն դրսի ուժերը մարտի 1-ը իրենց քաղաքական նպատակների համար։ Ցեղասպանության հետ ինչպես ցեղասպանությունն են օգտագործում։ Բոլոր հարցերը միայն ցեղասպանություն չի։ Շնորհակալություն Արաքել, շնորհակալ, որ այսօր ես զրուցում էի մարտի 1 հասարակական կազմակերպության համակարգող Արաքել Սեմինջյանի հետ։